մի հատ հետաքրքիր բան կա, որ ուզեմ խոսամ դրա մասին։ Ես դրա մեջ ապրում եմ, դրանով քայլեմ ու ուզում եմ, որ փոխանցեմ դա քեզ։ Ուղղակի ուզում եմ խոսամ մեր Աստծո կենդանի, նա կենդանի է, ոնց ուզում ես արա, ոնց ուզում ես չանես, ոնց ուզում ես փախնես, ոնց ուզում ես չփախնես, ինքը կենդանի է։ Ամեն։ Ուղղակի իրոք հիմա որ նայում ենք մեր շուրջը, չէ՞, նայեք ինչա կատարվում, շատ անհանգիստ աշխարհը։ Ու ասեմ մի բան, վաղը չի հանգստանա, վաղ ավելի անհանգստանալու։ Ինչքան գնա, այնքան անհանգստանալու աշխարհը։ Որտեղ ինչքան գնում, այնքան մոտիկանում է Հիսուսի գալուստը, այսինքն մոտիկանում է աշխարհի վերջը ու հիմիկվա ճակերտավոր աշխարհի իշխանը անհանգստացած է։ Որտեղ ինքն է գիտի, վերջանում է իր իշխանությունը։ Դրա համար շատերս ցանկանում ենք հասկանանք ինչա կատարվում ու վաղը ինչա լինելու, չէ՞, բոլորս ուզում ենք իմանանք վաղը ինչա լինելու։ Ես մի բան կասեմ քեզ, այն հիմքի վրա, որը կա Աստվածաշունչն է, դա իմ կյանքի հիմքն է, միակ ճշմարտությունն է։ Այս աշխարհում շատ ճշմարտություններ են փորձել իմ ամբողջ կյանքում։ Չակերտավոր ճշմարտությունների մասն է խոսքը, բայց հասկացել եմ, որ սա է ճշմարտությունը։ Աստծո խոսքն ասում է ոչ մեկ չգիտի իր վաղվա օրը։ Ոչ մեկ չգիտի իր վաղվա օրը։ Բայց Աստծո խոսքի հիման վրա մի քանի եւ բոլորս ցանկանում ենք իմանանք ինչա կատարելու վաղը, որն է մեր վաղվա օրվա նպատակը, որ Աստված պլանավորել է իմ ու քո համար։ Ես կփորձեմ մի քանի խոսքով պատասխանել այդ հարցին, բայց կփորձեմ շատ կարճ մի 15-20 րոպե մաքսիմում, որ շատ չձանձրացնեմ քեզ։ Միասին եկեք բացենք Հակոբոսի գիրքը, նայեք ինչա գրած Հակոբոսի գրքի 4-րդ խոսքում։ Հակոբոսի 4:13 խոսք։ Ուրեմն դուք որ ասում եք այսօր կամ վաղը այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք ու դրամ կշահենք։ Մեսի մեր մասին է, չէ՞ ոնց որ գրած։ Որոշել ենք, ասենք, Հայաստանից դուրս են գալի գնանք Բելգիան, դե կյանքը լավ է, սոցիալապես մի երկու բանը կառնենք, կծախենք, ավելի լավ կլինի։ Մեր մասին է ոնց որ գրած, չէ՞։ Եվ դրամ կշահենք։ Դուք որ վաղվա օրը չգիտեք, ինչա ձեր կյանքը մի գոլորշի, որը մի կար ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Բոլորս գիտենք, չէ՞ ինչա գոլորշին։ Մի վայրկյան կա ու չկա ինքը։ Իսկ Աստծո խոսքը իմ ու քո կյանքը համեմատում է գոլորշու հետ։ Փոխարեն պետք է ասեք, եթե Տերը կամենա եւ ապրենք այս կամ այն բանը կանենք, բայց այժմ բարձրանում եք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի բարձանքը չար է, արդ որ բարին իմանա ու չանի, նրա համար դա մեղք է։ Սիրելիս, շատերս ենք ցանկանում ինանք վաղվա, բայց վաղվա օրը ոչ մեկ չգիտի։ Բայց Աստված գիտի։ Ամեն։ Բոլորս են, ես չեմ ասում պլանավորելը վատ բան է, մի պլանավորի քո կյանքը եւ բայց ինչ որ պլանավորում ես, ինչ որ նախագծում ես քո կյանքի, քո ընտանիքի, քո գործերի, քո երեխաների կյանքի համար, ամենաառաջնայինը բաց մի թող։ Ինչպես էս խոսքն ասում, Աստծուն հարցրա։ Աստծուն բեր այդ քո պլանների մեջ։ Ամեն։ Նայեք Աստծո խոսքը ասում է ամեն ինչը լավ էր, բայց փոխարենը պետք է ասեք, Տերը եթե կամենա, արդյոք Տերը կամենում է ես դա անեմ, թե չանեմ։ Ես ու դու որպես վերստին ծված քրիստոնյա, որպես հավատացյալ մարդ, սիրելիս, պետք է հասկանանք, արդյոք Տերը կամենում է, ես ու դու պետք է նյութականի մեջ չապրենք։ Եթե ես որոշել եմ, նոր դրա համար է ասում, այս երկին են նոր երկրպագում ենք, չէ՞ ինչ ասում։ Աստված այն ինչ որ դու կամենում ես։ Աստված նյութականի Աստված չի, սիրելիս։ Աստված հոգևոր Աստված է։ Եթե ես ու դու հոգևոր ենք, եթե ես ու դու հավատացյալ ենք, պետք է ապրենք հոգևոր, ոչ թե նյութական։ Եթե ես ու դու ձգտում ենք նյութականին,
Շատ մտածելու տեղ է գալի արդեն։ Ամեն։ Ես չեմ ասում դա վատ է։ Մի արա, մի ձգտի։ Ես միշտ ձգտել եմ, ունեցել եմ, ունենում եմ ու ունենալու եմ ավելի լավը, նյութական, բայց առաջնային Աստվածը։ Դե Աստծո խոսքը միշտ ասում է ու վերջակետ է դնում տեղ, ասում է փնտրեք Աստծո արքայությունը եւ մնացածը կտրվի։ Ոչ թե փնտրի Բեթլի, հետո Աստծո արքայությունը կգա, հակառակը պետք է լինի։ Ամեն, իրոք։ Աստվածը մեր վաղվա օրվա իշխանը, սիրես, հետ եմ ուզում քեզ ասես փոխանցեմ։ Դա համար այսօր մի հատ այս խոսքս էս էի վերնագրել, ինքը շատ ուսուցողական թեմատիկ խոսք է, կարող է բախտ վիճակվի մի օր կամ խոսեմ սրա մասին, բայց այսօր շատ կարճ մի բան եմ ասելու ընդամենը։ Ինչ ուզում ա լինի, ես հասկանում եմ, չեմ հասկանում, միևնույնն է, Աստված մնում է Աստված։ Կապ չունի։ Ինչ այն վիճակը, ես հասկանում եմ, թե չեմ հասկանում, Աստված միևնույնն է Աստվածը։ Ամեն, շատ եմ կրկնելու ուղղակի խնդրել եմ, որ հիշես դա։ Ամեն, որովհետև նա է մեր վաղվա օրվա իշխանը։ Ասեմ ավելին, սիրելիս, քո կյանքի իշխանը Աստված է։ Քո շունչը, քո իմ շունչը Աստծո ձեռքերի մեջ է։ Ամեն։ Շատ լավ է, չէ՞։ Ճիշտ հիմա մանավանդ շատ մոդա է, ճիշտ սննդամթերք, ճիշտ ժամեն, ասեն թե շաբաթը 3 անգամ ֆիթնես, շատ լավ է։ Որ առողջ ապրենք, որ մեր շունչը երկար լինի, բայց Աստծո ձեռքերի մեջ է մեր շունչը։ Հալելույա։ Որտեւ Աստվածաշունչը, որ միակ եւ բացառիկ ճշմարտությունն է, սիրելիս, ասում է, որ ոչ մեկ չգիտի վաղվա օրը ինչ է լինելու։ Միայն Աստված գիտի։ Նոր Հակոբոսի մեջ է կարդացինք դա 4 գլխում։ Արդյոք ես ու դու հարցնում ենք Աստծուն, Աստված ջան, գնանք, առնենք, ծախենք, անենք այս բանը, թե չանենք։ Այս նյութականը մեր համար բարի է, թե չար է։ Իրոք կարող է քո կյանքում լինի նյութական բարեհաջողություն, նյութական բարգավաճում, որը չար լինի։ Դու կասես, ինչ ես խոսում, հա։ Իմ կյանքում եղել է։ Մի քանի անգամ ես Աստծուն չեմ հարցրել ու չար է դառել դա իմ համար։ Հալելույա։ Դրա համար գիտես ինչ կա, ու Աստծո խոսքը, չէ՞, մեր այս գերբնական ճշմարտությունը եւ ավետարանների մեջ մի քանի տեղ գրած է, որ ոչ մեկ չգիտի երբ է Հիսուսը գալու։ Կարող վաղն է գալի։ Պատրաստ ես դու դրան։ Եթե դա կարևոր չլիներ, մի քանի անգամ գրած չէր լինի։ Մի քանի անգամ գրած շատ կարևոր է։ Դե ոչ մեկ չգիտի երբ է լինելու դա։ Շատերը շատ ուսմունքներ, շատ բաներ հաշվում են, ես իմ ինչ ենթադրություններ են անում։ Բայց ոչ մեկ չգիտի Աստծո խոսքն, ու դա է ճշմարտությունը։ Իսկ արդյոք ես ու դու պատրաստ ենք։ Դրա համար սիրելիս իմ կոչն այսօր ինձ ու քեզ գիտես ինչ, արի փոխհարաբերություններ ճշտի եւ Աստծո հետ եւ մարդկանց հետ։ Լինենք քրիստոնյա։ Ամեն։ Պետք չի, իրոք, պետք չի քրիստոնյա խաղալ։ Պետք է լինել քրիստոնյա։ Ուղղակի պետք է դիմակը թանես ու լինես քրիստոնյա։ Որտեվ կարող է վաղը Հիսուսը գա։ Մի օր տես իրոք սա պատմեմ, շարունակեմ կարճ, էլ տես առայցյան Աստծո խոսք էր, խոսում էի ու նայր որ փոխհարաբերությունը ուղղիր Աստծո հետ, որտեվ կարող է երկար տարիներ ամեն կիրակի գաս եկեղեցի, հաջորդ կիրակի օրը լինի հափշտակության օրը ու դու մնաս նստած քո աթոռի վրա նստած։ Բայց ոնց կար, ես ամեն կիրակ եկել եմ, ասեմ ավելին, երկար տարիներ ծառայում եմ Աստծուն, բայց Հիսուսը գալիս է, ես իմ վրա եմ բերում այդ օրինակը, որ ոչ մեկ չեն պատկերացեք, հենց հիմա հափշտակություն անելու եւ ես այսպես խոսափոսով խոսում, ծառայում եմ Աստծուն, չէ՞։ Ու այսպես մնում եմ կայնած։ Արդյոք ես պատրաստ եմ, իսկ ես ու դու պետք է պատրաստ լինենք ամեն վարքյան։ Մենք նես պետք է ապրենք, որ վաղը Հիսուսը գալու է։ Ամեն։ Հալելույա։
Աստված մեր կյանքի իշխանն է սիրելիս։ Աստված մեր կյանքի իշխանն է։ Հիսուսը գողտու է գալու, չէ՞, Աստծո խոսքն ասում։ Հիսուսը գողտու է գալու։ Իսկ ես դու պատրաստ ենք։ Դրա համար նորից եմ ուզում կրկնեմ, հիշի սիրելիս, միշտ հիշի, այսօրվա իմ խոսքը հիմնական ուղերձը սա է։ Աստված միևնույնն է Աստված է մնալու, եթե դու հասկանում ես, թե չես հասկանում Աստծուն։ Աստվածաշունչը ինչքան էլ ուզում ես կարդաս, մեջը ոչ տեղ չես կարող գտնես մի տեղ, որ գրված լինի հասկացեք Աստծուն։ Բայց շատ տեղեր գրած որ հավատացեք Աստծուն եւ վստահեք Աստծուն, չէ՞։ Շատ ժամանակ մենք ցանկանում ենք հասկանալ, բայց չես սիրելիս, մի հասկացի, չես հասկանալու։ Եթե դու ուզում ես արդեն սկսում ես հասկանալ Աստծուն, դա նշանակում արդեն դու Աստված եկել եք հասնել նույն մակարդակի վրա։ Դու Աստված քեզ դել ես Աստծու տեղ, ասենց ասեմ։ Իսկ դա բացառվում է, ով ուզում է լինես աշխարհում։ Մեր Աստված գերբնական է։ Ամեն բացառվում է։ Ինչքան ուզում ես այս գիրքը, Սուրբ Խոսք, անգիր իմացի, ինչքան ուզում ես ամենաընտիր հայտնությունները ստացի, ինչքան ուզում ես Աստված քո միջոցով գործի, ինքը մնում է Աստված, դու մնում ես մարդ։ Ամեն։ Շատ ժամանակ լինում է փորձություններ, որ մենք ուզում ենք դնում ենք մեզ սուպեր հոգևորների տեղ, ուզում ենք ինչ-որ բան անել, բայց չէ, մենք պետք է վստահենք Աստծուն։ Օրինակ ես մի քանի տեղ կարդամ կամ չեմ էլ կարդալու, արագ-արագ կպատմեմ, որովհետև մեր ժամանակը շատ կարճ է։ Բոլորս եւի կարդացել ենք Հոբի գիրքը, չէ՞։ Բոլորս կարդացել Հոբին, նայեք, որ Հոբին նայում եք, հենց առաջի գլխում Հոբին որ խոսում է, ասում է եկա ինչ ասեցին։ Ասում է տունը քանդվեց, երեխեքդ բերան, բոլոր ասեն թե ինչ ուներ, չուներ, վերջացավ եւ ինչ ասեց Հոբը։ Ասում է Տերը տվեց, Տերը տարավ։ Արդյոք ես ու դու փորձության ժամանակ կարող ենք անենք, ասենք Աստված տվեց, Աստված տարավ։ Որտեւ հենց գալիս է փորձություն, անգամ ես ժայթքում եմ չդ կատարում, չէ՞։ Կներեք, ելս է սրտից սիրտ խոսալու եմ ուղղակի։ Ժայթքում է կատում ու սկսում ես խոսալ ինչ որ բաներ։ Ու կներես շատ ժամանակ, բոլորիս մոտ ալինում դա։ Ու շատ ժամանակ ոչ ճիշտ բաներ է խոսվում դա։ Չէ՞։ Շատ ժամանակ։ Իսկ ինքը ինչ ասեց։ Մեր կողքն է կարող է մարդիկ լինեն։ Ասում երկու բան ասա վերջացա էլի։ Ոնց որ Հոբին է, չէ՞, կրիկ ասում ինչ է սկսել տանջում, քարով ես վերքերը քերում։ Հայոյ ասի մերի բրծելի։ Բայց չէ, մեր լեզով ասած նայ, լավ բիզնես ուներ, չէ՞։ Երեխաներ ուներ, տուն ուներ։ Բիզնեսը խլին, տունը տրակացին, երեխեքին սպանին։ Ինքը ասած Տերը տվել է, Տերը տարել է։ Որտեվ Աստված գերիշխան է սիրելիս։ Որտեվ գիտես ինչու, որտեվ նա ապրում էր Աստծո համար։ Եթե դու փորձություններ ա գալի, ինչ որ վտանգներ կա, եւ մենք փորձում ենք գնանք, մենակ մոտիկանանք Աստծուն, փոթորիկներ ա լինելու, մենք ցնցվելու ենք։ Թափատալու։ Իսկ եթե ես ու դու մնանք ուզում ենք անսասա մնանք, ես ու դու պետք է Աստծո համար ապրենք։ Ոչ թե ապրենք, որ Աստված կա, այլ ապրենք Աստծո համար։ Նորից եմ ուզում կրկնեմ։ Ոչ թե ապրենք, որ Աստված կա, այլ ապրենք Աստծո համար։ Որ ցանկացած փոթորիկի ժամանակ լինես անսասան, ոնց որ Հոբն էր։ Հալելույա։ Կարող է դու հիմա իրոք իրավիճակը քո մոտ, որ ընդհանրապես չես հասկանում ինչ է կատարվում։ Կապ չունի սիրելիս, Աստված մենակ Աստված է մնալ։ Իմ կյանքում է կա իրավիճակ, ընդհանրապես ես չեմ էլ հասկանում ինչ է կատարվում։ Բայց ես, որպես քրիստոնյա որոշումս է իմ ամբողջ կյանքի, ես պետք է իրան վստահեմ։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ես պետք է իրան վստահեմ, որովհետև ինքը իմ կյանքի իշխանն է։ Եթե ես իմ կյանքը տվել եմ Աստծուն, ուրեմն տվել եմ Աստծուն, ոչ թե նրա համար, որ նա կա, այլ ապրելու եմ նրա համար։ Ամեն։ Որովհետև շատ ժամանակ կարող ասես, բա ոնց հավատամ, եղամ, հասկանամ։ Շատ բաներ կա նայես ֆիզիկական աշխարհ, որ մենք չենք հասկանում, բայց կա, չէ՞ դա։
Հասարակ օրինակ մենք քամի կա, չէ՞։ Կարող է մեկը կա ասի տեսել եմ ես չեմ տեսել քամուն։ Բայց կա էդի։ Ես չեմ հասկանում։ Կարող է վաղը արևմուտքից ապչում կամ արևելքից կամ հարավից կամ հյուսիսից, բայց վաղը իմ կյանքը լինելու է այդ փչման տակ, ասած ասած։ Ես չեմ հասկանում, բայց դա կա։ Առավել եւս ես չեմ հասկանում, բայց Աստված կա, նա Աստված է։ Ամեն։ Ես չեմ հասկանում ու չեմ էլ ուզում հասկանամ, որովհետեւ չեմ կարող հասկանամ։ Ամեն։ Մեր մտածելակերպը Աստծո մտածելակերպը չի։ Եսային իր մարգարեության մեջ ասում է, մեր մտածելակերպը շատ հեռու է։ Մենք շատ ժամանակ Աստծուն դնում ենք ռամկաների մեջ ու ասում ենք Աստված ջան գործի մեր կյանքում։ Կամ Աստված ջան, ես լոգիկայի մեջ չես տեղավորվում։ Մեր Աստված սիրելիս ուզեմ ասեմ, լոգիկայի Աստված չի։ Մեր Աստված լոգիկայի Աստված չի։ Նա գերբնական Աստված է, որը ստեղծել է երկինքն ու երկիրը։ Եթե դու օրինակ հասկանաս, կարողանաս քո մտածելակերպով նույնիսկ կարաս երկիրը միջև երկինք չափես, չես կարա։ Դեզերքի մասին չեմ խոսում, երկնքի մասին եմ խոսում։ Իսկ հիմա մենք ուզում ենք Աստծո մասին խոսանք։ Կամ շատ բաներ կա, որ մենք իրար չենք հասկանում, չէ՞, ջենցա, չէ՞։ Օրինակ ես ունեմ 3 հատ որդի։ Մենք խոսակցություններ ենք ունենում իրար։ Ես շատ բաներ կա, իրանք չեն հասկանում։ Ում երեխեքը մեծ են եւ իլիմա տես խոսակցությունները կիմանան։ Ում երեխեքը փոքր են, ասեն, որ ձեր երեխեքը մեծանալու են, դուք էլ եք տես խոսակցություններ ունենալու։ Հիմա եթե իմ երեխենից չի հասկանում, դուրս ա գալ ես հայր չեմ այլևս։ Այդ կոչումը վեկալեցին ինձանից, հա։ Չէ, ինքը հասկանա, չհասկանա, մեկ այս հայրն է մնում։ Ինքը կարող է չհասկանա, ես բացատրում եմ, որ սենց է, ուղղակի վստահի ինձ։ Հիմա նույնց եմ ուզում ասեմ, հասկանաս, թե չհասկանաս Աստծուն, Աստված մնալու է Աստված։ Ամեն։ Աստված միևնույն է մնում Աստված։ Իրոք, ընտանիքներ բոլորս էլ մեծամասնությունս տեղ ամուսնացած ընտանիքներ ունեն։ Ընտանիքում լինում է խոսակցությունը, չէ՞։ Թե ձեր ընտանիքում չի, իմ ընտանիքում լինում է, իմ ու կնոջս միջև։ Եթե գնամ ասեմ Աստված ջան, ես քեզ չեմ հասկանում, ասել է տղա ջան, լեգելա քո երկրի վրա հարցեր լուծի, նոր արի երկնքներից խոսա։ Չէ։ Լինում է, որ չենք հասկանում իրար։ Խոսում ենք, հետո որ հասկանանք իրար։ Հետո մենք դնում ենք ասում ենք Աստված ջան, ես քեզ չեմ հասկանում, ես ի՞նչ է կատարում իմ հետ։ Պետք է չի հասկանաս։ Ուղղակի վստահի։ Ամեն։ Հաջորդ օրինակ բոլորս կարդացել ենք Դանիելի գիրքը, չէ՞։ Դանիելին կամ իր 3 ընկերներին։ Ինչ է, տանում են, ասում են, գնա, տանում են մահապատժի։ Ասում են կամ պետք է դառնաս կռապաշտ, կամ է գնալիս մահանաս։ Չէ՞։ 3 երիտասարդներին ասում են կամ դուք պետք է հիմա մեր կուրքին այդ արձանին պաշտեք, կամ եք ասում եք այս բանի մեջ, կրակի մեջ։ Եվ իրանք ինչ պատասխանեցին։ Մեկը մենք չենք պաշտելու քո կուրքին, խնդրեմ սիրելիս ուշադիր լինես սա մեջ։ Մեկը մենք չենք պաշտելու քո կուրքին, կապ չունի։ Նույնիսկ եթե ասում չփրկվենք, եթե Աստված մեզ այս կրակից չփրկվի, մեկը մենք մեր Աստծուն ենք պաշտելու։ Արդյոք ես ու դու պատրաստ ենք փորձության ժամանակ ասենք Տեր իմ Աստված մենք քեզ ենք պաշտում ամեն ժամանակ։ Թե մենք շատերս կռապաշտ ենք դառնում։ Գիտեք կռապաշտությունն էս չի, որ արձան են բերել, ասում են պաշտի։ Կարող է քո Facebook-ն է քո կուրքը, քո Instagram-ն է, կամ քո գործն է, ասեմ նույնիսկ ավելին, կարող քո երեխան է քո կուրքը, չէ՞։ Շատերը կա, դեմս կյանք ասում իր երեխու մոտից ման է գալի։ Մենք կռապաշտ պետք է չլինենք, մենք պետք է լինենք Աստվածապաշտ, որտեղ մենք ունենք Հիսուս Քրիստոս, որը կենդանի է։ Ամեն։ Հալելույա։ Պատկերացնում եք ինչ փորձության մեջ էին։ Մահի առջև կանգնած էին։ Եվ ինչ ասեցին, նույնիսկ եթե Աստված մեզ չհանի այս կրակից, մեկը մենք իրան ենք պաշտելու։
Նայեք, այս օրինակներ են բերում այս Աստվածաշնչյան մեր հերոսներից, որպեսզի ես ու դու լինենք նույնպիսի, որտեղ Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան սիրելիս։ Ամեն։ Առաջի Հովհաննեսի 5-րդ գլխում գրված է, որ այս աշխարհը ամբողջ աշխարհը 19-րդ խոստամծով գրված է ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Այսինքն գիտեք ինչ, Աստծո մոտ սյուրպրիզներ չկա սիրելիս, իմ ու քո մոտ է սյուրպրիզը։ Նես չի, որ ասում ենք ամբողջ աշխարհը չարի մեջ, Աստված կուրսից չի։ Աստված կսեն թե մենք Եվրոպայում ենք ապրում, ասենք Եվրոպան չարի մեջ է, չէ, Աստված ընդ որտե՞ղ է, ընդհանրեք Աֆրիկական ինչ-որ մի երկրում գործերում տեղա չէ, Աստված գերբնական է սիրելիս, Աստված ամեն չես կարա, պետք է հավատաս ուղղակի դրան։ Չես կարա պատկերացնես։ Մենք ոնց պատկերացնենք, որ Աստված գերբնական է երկնքում է եւ ամեն տեղ է։ Որտեղ նա գերբնական է։ Ամեն, ուղղակի ես ու դու պետք է վստահենք նրան։ Ուղղակի ես ու դու պետք է վստահենք նրան։ Դեպ Երեմիայի մեջ ասում է երանել է այն մարդը, որ Աստծուն է վստահում։ Ամեն։ Երանել է։ Իսկ ոնց կարաս նաև նայես, չէ՞, խոսքը երանել է այն մարդը, որ Աստծուն ապավին է։ Հենց է գրված է բառացի։ Այսինքն ով որ Աստծուն չի ապավինում, ի՞նչ է։ Շատ մեղմ ասեցիր։ Անիծված է։ Հիմա ես ու դու պետք է որոշում կայացնենք։ Լինենք երանելի, թե լինենք անիծված։ Հիմա որ մեկին ստի ասես կուրսես, լինես անիծված, կասի ես, դες բան չկա։ Չէ։ Դա համար Աստծուն ապավինի։ Ամեն, Աստծուն ապավինի։ Նայեք քո կյանքի Տերը։ Որովհետև հիմա որ նայում ես, չէ, նամանավանդ հիմիկվա ժամանակաշրջան, տեսնում ես նախագահները, թագավորները իրար մեջ որոշում են ինչ անեն, ով հետ անեն, որ երկրի հետ անեն, նայեք ինչ է կատարվում։ Սամոս 2-րդում էլ գնաք տունը կարդաք, դες նույն բանը գրված է։ Բայց Աստծո ամբողջ նպատակը նա է, որ ամեն մարդ գա փրկության։ Ամեն։ Աստծո գերբնական նպատակն է առաջի Տիմոթեոս գրքի մեջ է գրած, որ ամեն մարդ գա փրկության։ Հալելույա։ Որովհետև նոր նայես շուրջը ցելիս խավարը ավելի է թունդանալու, ասենց ասած։ Բայց լույսը այս ժամանակ ավելի է պատճառանալու։ Իսկ Աստծո խոսքն ասում է դու ես այս աշխարհի լույսը։ Եկեղեցին պետք է լույս լինի, որ խավարի ժամանակ մարդիկ վազեն դեպի լույս։ Իսկ գիտեք երբ է եկեղեցին լույս լինում, երբ որ դու լույս ես լինում։ Եկեղեցին ես ու դու ենք։ Եթե ես ու դու լույս ենք, մարդը վազելու է այդ լույսի մոտ։ Ամեն, մարդը վազելու է այդ լույսի մոտ։ Հալելույա։ Փառքասուն, նոր կտակարանից մի հատ օրինակ բերեմ մեր Պողոս առաքյալի կյանքից, երևի բոլոր կարդացել եք Գործ առաքելոցի մեջ է գրած, որ չեք կներ Գործ առաքելոցի մեջ չի գրած, որ նավի մեջ է եւ բոլորը փոթորիկ էր կատարում, բոլորը սարսափել են, որ տեսնում են, որ մեռնում են, հնար չկա։ Ու տեսան Պողոսը ընդեղ է ու դիմեցին Պողոսը, ինչի։ Որովհետև լույս էր ինքը։ Ամեն, ինքը նրանք լույսը տեսան։ Նրա համար չէ, որ նրա անունը Պողոս էր, չէ։ Դրա համար չէր։ Կամ որ ինքը ազգությամբ հրեա էր։ Կամ հռոմեացի քաղաքացի էր, դաժե ասենց ասեմ։ Այլ լույս տեսան։ Ու Աստծո խոսքի մեջ գրած այդտեղ գրած ասում իրանք տեսան արդար մարդուն, ազնի մարդուն։ Ու ինչ ասում է, ոչ իման մի վախեցեք, ոչ իման չի լինելու ձեր հետ։ Ինչ որ շատ նավ է տալնի։ Որովհետև ինքը Պողոսը ապրում էր Աստծո համար, Աստված նպատակ ուներ իր կյանքի մեջ, եւ նա գիտեր, որ ինքը գնում է դեպի Հռոմ։ Մահապատժի։ Ուզում քեզ մի բան ասեմ, սիրելիս, Աստված նպատակ ունի քո կյանքի համար։ Դու լույս եղի, թող Աստված այդ նպատակը տանի։ Ամեն։ Դու լույս եղի, թող Աստված այդ նպատակը տանի։ Մենք պետք է ապրենք Աստծո համար։ Ամեն։ Գործ առաքելոց 27-րդ գլխում էր դա գրված։ Հույսը կարող է ամեն մարդու մոտ կորիսելիս, բայց Աստծո մարդու մոտ, որ դու ես, հույսը չի կորում։ Մենք միշտ հույս ունենք։
Ունենք Աստված, որը գերբնական է, ունենք Աստված, որը երկինքն ու երկիրը ստեղծագործողն է, որ ինքն է ամեն ինչի տերն ու տիրակալը։ Հալելույա։ Որտեւ գիտես ինչպես, քո կյանքը քո լույսը, եթե դու լույս ես, քո կյանքը պետք է դառնա մխիթարություն ուրիշի համար։ Դու պետք է մխիթարություն լինես ուրիշի համար։ Մենք պետք է ապրենք Աստծո համար, որ մեր կյանքը ուրիշի համար լինի մխիթարություն, մեր կյանքը լինի վկայություն։ Որ ինձ ու քեզ տենալով մարդիկ ուզենան լույսի մոտիկ անալ, ոչ թե փախնեն։ Մի քիչ կարող ասես այս բան չի կարալ լինի։ Ինձ ու քեզ տենալով պետք է մարդիկ վազեն դեպի լույսը։ Իրոք նորից իմ ու քո կյանքը պետք է լինի մխիթարություն ուրիշի։ Կարող է դու ասես հիմա ես այնպիսի իրավիճակում եմ, որ նույնիսկ չեմ հասկանում ինչա կա, ես պետք է չլինեմ այդ իրավիճակում։ 10 տարի Աստծուն եմ ծառայում, ամեն օր աղոթում եմ, ծով եմ պահում, ամբողջ օր Աստվածաշունչ եմ կարդում, ու այսպիսի իրավիճակում եմ, ինչի՞ է սենց։ Փառք Աստծուն այդ իրավիճակի համար։ Շատ դժվար է հասկանալ, բայց փառք Աստծո այդ իրավիճակի համար, որովհետև Աստված է պլանավոր է։ Ամեն իրավիճակ, ինչ է նույնիսկ աշխարհում է կատարվում, շրջվելու է դեպի բարին։ Իսկ բարին նա է, որ Տիմոթեոսը ասում է, ամեն Աստծո նպատակն ու պլանը նա է, որ ամեն հոգի փրկվի։ Եկեք ուղղակի ճշտորեն անկեղծ լինենք, փոթորիկների ու ցնցումների ժամանակը, որ մենք Աստծուն ավելի ենք մոտիկանում, չէ՞։ Հայտնությունների ժամանակ չի, բայց հակառակը պետք է լինի։ Հայտնության ժամանակ ես դու պետք է Աստծուն մոտիկանալ։ Հենց մի հատ դժվարություն ա լինում, հիշում ես, որ ծոմ կարելի է պահել։ Հենց մի հատ ես ավելի դժվար ժամանակ ա լինում, սկսում ես ավելի շատ Աստվածաշունչ կարդալ, խոսքի մեջ փնտրել, Աստված ջան, խոսա, գրած է, չէ՞։ Պետք է խոսած սա մեջ։ Բախի չես խոսում։ Բայց Աստծո աղոթքի պատասխանես մեկը գիտեք ո՞րն է, լռություն։ Աստծո պատասխանես մեկը կարող լինի ոչ։ Իսկ մենք փնտրում ենք։ Շատ լավ է, բայց հայտնության ժամանակ պետք է լինի։ Ես ու դու եթե ապրում ենք Աստծո համար, անսասան ենք մնալու ամեն փորձության ժամանակ։ Կապ չունի քամի ոնց է փչում, փոթորիկը որտեղից է փչում։ Կապ չունի ով է հակառակվում, ինչքան ուժերով են հակառակվում քո դեմ։ Դու անսասան ես կանգնելու, եթե Աստծո համար ես ապրում։ Ամեն։ Լավ, փառաբանության թիմը թող գա, եկեք տղեկ։ Ես չեմ խոսալու շատ, որովհետև ուղղակի ես պատմում եմ ինչ է ուզում խոսալ։ Կարող է բախտ վիճակվի մի օր կնստենք խոսենք սա, շատ խորը թեմա է սա։ Շատ խոր ուսմունքային թեմա, որ ես ու դու Աստծո համար պետք է ապրենք։ Որովհետև շատ ժամանակներ, որ ուսումնասիրում ես Աստծո խոսքը, նես բաներ ես տեսնում, որ ասում ես բան ես մարդիկ, եթե ես կարողանում եմ, ուրեմն ես էլ կարամ, չէ։ Իրոք իմ կյանքում շատ եղել դժվար ժամանակներ, ու մի ժամանակ ես ցանկանում եմ հոբեի հետ համեմատել, որ հասկացա, դա 0.000 ես իմ քանի տոկոս հեռու ենք մենք իրարից։ Այդ փորձություններով, եթե ես փորձություններ ժամանակ ես բաներ եմ ասում, իրոք մենք պետք է չհասկանանք, այլ հավատանք ու վստահենք Աստծուն, սիրելիս, կապ չունի ինչա կատարվում քո հետ։ Իսկ եթե ես չեմ հասկանում Աստծուն, ես ոնց ասեմ, ես չեմ վստահում քեզ Աստված չէ, որ Աստված գերբնական Աստված է։ Չէ։ Դա համար նորից եմ ուզում կրկնվեմ, Աստված միևնույնն է, մնում է Աստված։ Դու հասկանում ես, թե չես հասկանում Աստծուն։ Կարող է իրոք սիրելիս հիմա մի հատ ծանր իրավիճակ է մոտդ։ Որ ասում ես, ինչի էլի, լիքը ինչ ուներ է մոտդ առաջացել, կապ չունի, Աստված է սիրելիս։ Ես ասեմ 2017 թվից մինչև հիմա ես ինչու բառ իմ լեքսիկոնից անել եմ։ Որտեվ Աստված հասկացեց, որ ինքը Աստված է, ու վերջ։ Դե վերջակետ է դրած։ Դա համար 3 հատ կետ եմ ուզում հիշես, ու մենք վերջացնենք այսօրվա այս ծառայությունը, այս խոսքը։ Աստված միևնույն է մնում Աստված, նույնիսկ եթե նրան ես չեմ հասկանում։ Կապ չունի, նորից եմ ուզում կա, ինչ իրավիճակում ես, հասկանաս, հասկանաս, Աստված է մնում։ Ես չեմ հասկանում Աստծուն, բայց վստահում եմ Աստծուն։ Դա իմ որոշումն է, սիրելիս։ Ես չեմ հասկանում Աստծուն։ Կարամ լիքը ինչ ուներ ասեմ իմ կյանքի վրա,
ինչի ասենց, բայց չէ, ես իրան վստահ եմ, որտեղ նա Աստված է։ Ու եթե եւ երրորդը գիտեք, որ նա ամենակարևորն է մեկը, եթե դու ապրում ես Աստծո համար, ամեն ժամանակ մնալու ես անսասան։ Անսասան գիտեք, չէ՞ ինչը։ Չես շարժվելու, չես ընկնելու։ Եթե դու ապրում ես Աստծո համար։ Ամեն։ Ոչ թե ես փորձության մեջ եմ, պրոբլեմ ունեմ, եկել եմ Աստված քո մոտ, ես հավատում եմ, որ դու կաս, ուղղակի դրա համար։ Չէ, ես ապրում եմ Աստծո համար։ Ինչ ուզում է կատարվի իմ շուրջը, ինչ ուզում է կատարվի իմ հետ, թե ֆիզիկական, թե նյութական, թե ֆինանսական, ես Աստծո համար եմ ապրում։ Դա քրիստոնյայի որոշում պետք է լինի։ Հավատացյալը, քրիստոնյա հավատացյալ մարդը նյութականով չի։ Մենք պետք է ամեն ինչը նայենք հավիտենականությամբ։ Եթե նյութականով նայենք, եթե նյութականով ես չափավորոշումներ դնում, խնդրեմ Սողոմոնի կյանք ուսումնասիրես։ Այն ժամանակվանից մինչև հիմա չի եղել, իմ կարծիքով չի լինի այդպիսի մարդ, որ այդպիսի շատ հարստություն ունենա, որ այդպիսի շատ հնարավորություններ ունենա։ Բայց վերջում ինչ ասեց։ Ամեն ինչ ունայնությունից ունայն է։ Ամեն։